Բարև արգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Ես ուղիղ եթերը սիտուացիոն է, իրավիճակային ուղիղ եթերը, ինչի հետ է կապված է, երեք մի գրառում էի արել Ամիրյան փողոցի վերանվանմանը վերաբերվող քննադատական գրառում, որը հիմա ձեզ կներկայացնեմ, ու արի ու տես, որ թուրքի դոմփած, բայց իզդից հղի մնացած մի ահռելի զանգված, որոնք սովորաբար իմ լայվերի տակ, իմ հատկապես ստատուսների տակ առանձնակի չեն ի հայտ գալիս, տենց մի անգամից հանգարց վրա են տվել, յանի խելք են խրատում, թերի միջնակարգ աշխարհայացքով, թերի միջնակարգ ընկալումներով, եւ սրա հետ կապված ես պիտի ներկայացնեմ մի երկու բան բացատրեմ նախ այդ մարդկանց, հետո ընդհանրապես ժողովրդին, որովհետեւ ես համարում եմ, որ իմ մտածելակերպը, իմ գնահատականներն ու դիրքորոշումները թերի միջնակարգ չեն հաստատ, այո, դա տեղեկատվական սիլոսի տրամաբանության մեջ չի մտնում, ամենաանկիրթ չի, որ սա կարա հասկանա, ամեն տեղեկատվական սիլոսի շարքային սպառող չի, որ դա կարա հասկանա, բայց նրանք պիտի իմանան, որ իմ գաղափարները հեծնելու են ձեր տգիտությունը եւ միգուցե մի օր դուք վարժվեք, սովորեք մտածել այնպես, ինչպես հարիրա մտածող մարդուն, ոչ թե արտաբերող, այն ինչ ձեզ վերբովկա են անում, այլ մտածող։ Ինչ է ես ասեմ։ Ասում էի, պրինցիպի Լենինի արձանը կարելի է չհանել եւ վերանվանել ուղակի Պապ Թագավորի արձան, որովհետեւ եթե այնքան դալբայոբ ես, որ սեփականը ստեղծելու հնարավորություն չունես, նոր գեղագիտական եւ ճարտարապետական արժեքներ կառուցելու կարողություններ չունես, պետք է հնից մի բան վերցնես, անվանափոխես, իբր թե գործ ես անում։ Դա ներկայացնելով քո հետևորդներին, իբր թե գործ ես անում։ Մարդիկ տենց հեշտ է, չէ՞, պատկերացրեք հիմա Ամիրյան փողոց։ Ծերից ծեր մի հատ փողոց է, շինություններով եւ այլ։ Այս ամեն ինչը կառուցելը դժվար է։ Որպեսզի մի իշխանություն, օրինակ, եթե ես եմ իշխանություն, կամ Լենինգրադյան փողոց, ես այնց սուր անուններ եմ վերցում, որոնք այդ պրիմիտիվների մոտ, այդ ինֆուզորյաների մոտ ընկալելի են ու ահագին սուր է ստացվում։ Դա կառուցելը բավականին դժվար է, շատ դժվար գործ է, տարիների չարչարանք է։ Ասենք, մարդիկ չեն ինչ մետրո են ասում, չէ, որ մետրոյի մի կայարան պիտի ավելացնեն, մինչև այսօր արած չի, բայց հեշտ է, չէ, եղած մետրոն, կառուցած մետրոն վերցես վերանվանես, եղած փողոցը վերցես վերանվանես, ու այնպիսի շրջանում, որ ամենևին ասենք այնպես չի, որ նոր ենք անկախացել եւ Լենինի հրապարակը վերանվանենք հանրապետության հրապարակ, թեև դա պատմություն ունի, այսինքն հանրապետության գլխավոր հրապարակն է, հետևաբար, այո, վերանվանումը պատմական նշանակության առումով հիմնավոր է, կամ ազատության հրապարակ վերանվանես թատերական հրապարակը օպերայի մոտի, որը հենց այնպես չի, դա քմահաճույք չի, այդտեղ 100,000-ավոր մարդիկ հավաքվե ամիսներ եւ նույնիսկ տարիներ շարունակ ազատության ձայնն են հնչեցրել, ոչ թե ազատություն ռադիոկայանի, այլ ազատության խոսքն են հնչեցրել, ազատության գաղափարի շուրջ համախմբվել են եւ այդտեղ, այո, պատմական տրամաբանություն կա փողոցը կոչելու, հրապարակը կոչելու ազատության հրապարակ, բայց ենթադրենք ինչ-որ մի հատ տես փողոց, այնքան որ այդպես զղտկվել փարթի ես անում, ու այդքանով կարծում ես, որ դա արդեն քո հետ կապված է, դրա Ամիրյան փողոցը պատմականորեն ինչով է կապված, ներկա իշխանությունների հետ, ովքեր անվանափոխում են։ Այնքանով է կապված, որ իրանք իրանք զղտկվեն փարթին, դա են անում։ Այդ խորոված, մորոված բան, դա են անում։ Եվ
Պապ Թագավորն ինչքանով է կապված, այդ են բրենդինգ են արել իրանք, որ իրանք Պապ Թագավորի ոճն են շարունակում եւ եկեղեցու դեմ պայքարը։ Ես Պապ Թագավորին չեմ ուզում քննարկեմ։ Եկեղեցու դեմ պայքարն են անում, հետեւաբար եկեք Ամիրյան փողոց, Ամիրյան փողոցնելով, Ամիրյանը հեղափոխական, մտավորական գործիչ է եղել, հակահայ տես բաներ են գրում, մի հատ գրեք տենամ այդ որտեղ է հակահայ եղել, այդ որտեղ հակահայ դարձավ, բայց դա էական չի։ 30 տարի հակահայ չէր, երբ որ ազգայնականներն էին իշխանության հակահայ չէր, ու հանգարց մի օր դարավ հակահայ ու փոխում ես Պապ Թագավորի փողոց, ինչու, որովհետև Ամիրյանը ադրբեջանցիներին ավելի մեծ թշնամի է, օրինակ, եթե նույնիսկ դա հակահայ է, բազմապատիկ ավելի մեծ ադրբեջանցիների դուրը չի գալի, որովհետև գնդակահարվել է 26 կոմիսարների Ստեփան Շահումյանի, այդ թվում իր եղբոր, դաշնակցական եղբոր, անունը ոնց է եղել, իր եղբայրը, հալալ եղբայրը, եղել է դաշնակցական 26 կոմիսարների հետ է գնդակահարվել։ 26 կոմիսարներին էլ գնդակահարել են տենց առանց երկար խորանալու, անգլիացիները, բայց ամբողջ որքան գիտեմ, անգլիացիների որոշումն է եղել, բայց ամենայն դեպս ադրբեջանցիները 26 կոմիսարներին վատաչքով են նայում, եւ այդ մարդկանց հետ է գնդակահարվել, այդ մարդը Բաքվում հայկական ներկայության, հայկական քաղաքական պայքարի հիշեցում է հանդիսանում, հիմա Բաքվի համար հաճոյանալի է իհարկե, որ տեսեք, էլ այդ 26 կոմիսարների շարքում դժվող Ամիրյանին էլ չկա, մենք չենք հիշում, փոխել ենք անունը։ Այսինքն մի քիչ խորը նայեք, էլի որ մտածելուց եմ ասում, խորը նայեք այ մարդ, ինչի հիմա, եւ ինչ է դա խորհրդանշում։ Դա խորհրդանշում է Բաքվին հաճոյանալ, Ամիրյանը հանել որպես անուն, որպես փողոցի անուն, տեղը դնել Պապ Թագավոր, որպես եկեղեցու դեմ պայքարի խորհրդանիշ։ Բայց հիմա կամ ավելի խորը, ընդհանրապես իմ դիրքորոշումը, ոչ թե ես արդարության կամ տրամաբանության հետևից եմ գնում, ես համոզմունքներ ունեմ։ Օրինակ ինձ մնար Լենինգրադյան փողոցներ չէի փոխի։ Խի՞։ Այո դա պատմություն է, այդպես է եկել։ Այդպես է եկել, Լենինգրադյան է կոչվում այդ փողոցը։ Ուզում ես սարքես Քրքորյան փողոց։ Άρα դրանից տասնապատիկ ավելի լավը սարքի, անունը դիր Քրքորյան։ Այդ որ դու չունես, չես կարում սարքես, այն ինչ արդեն եկել է, դա ես փոխում։ Հա ու դե պետք է որ Ամիրյան են դրել կամ Լենինգրադյան են դրել։ Էդի դրել են մարդիկ ում համար այդ Լենինն ու Ամիրյանը արժեք են եղել, այդ մարդիկ են սարքել։ Դու պատրաստի նստել ես այդ սարքած սարքողների աբրանքի վրա, այսպես ասած, գույքի վրա, հիմա անունը փոխեցի դարավ քոնը։ Դու դրանով անընդհատ ջնջում ես այն պատմությունը, որ հնից գալիս է։ Հիմա ոնց որ ասենք Արշակունի իշխանները եւ Արշակունի արքայական տոհմը Պարսկաստանից եկած են։ Ավելին, Պարսկաստանի արևելքից եկած են։ Գնում հասնում են մինչև Թուրքմենիայի, Տաջիկստանի կողմերը, Պարթևստանը։ Հիմա ինչ։ Ասեն գիտես ինչ բան, մենք ջնջում ենք, քանի 100 տարի թագավորական դինաստիա է եղել։ Կամ խորենացին Բագրատունիների մասին ասում է, որ հրյա են եղել։ Հիմա ինչ։ Բագրատունիներ, ես իմ 1000 տարի առաջ, ինչ 1000, 2000 տարի առաջ ասում է հրյա են եղել։ Կամ ավելի վաղ։ Հիմա ինչ անենք, այ մարդ, այդ է պատմությունը։ Այն ժամանակ այսօրվա արշինով չէին չափում, այսօրվա հայացքներով չէին չափում։ Այն ժամանակ չէին նայում, կամ Մամիկոնյաններին ասում է Չինաստանից եկածներ են։ Այն ժամանակ նայում էին արիստոկրատա, թե ոչ արիստոկրատ։ Էս էր կարևոր։ Այսինքն յուրային էր համարում հայ իշխանը բոլոր այն իշխաններին, ովքեր ազնվական են։ Եվ բոլոր նրանք, ովքեր անազնիվ են, նրանց համարում էր ոչ յուրային։ Այսպես էր աշխարհի բանը։ Հիմա փոխվել են հայացքները, հիմա ազգային պետություններ,
ազգնա որպես սուբյեկտ հանդես գալի, ոչ թե դինաստիան։ Այն ժամանակ դինաստիան տոհմն էր հանդես գալի որպես սուբյեկտ։ Հիմա Մամիկոնյաններին դնենք ջնջենք, Արշակունիներին ջնջենք, Բագրատունիներին ջնջենք, բայց չենք ջնջում, որովհետև հասեք հազարամյակների խորությունից է գալի, թե ձեռա տալի մեզ։ Հա որ թողեք Ամիրյանը մնա, Ամիրյան կմնա։ Ինչ թե դրանից ոչ տակ է, ոչ պաղ է։ Ես ուզում եմ ցույց տամ, որ թուրքի դոմփածներ, թուրքն է տենց անում, իր սեփականը չունի, որոշում է մի օր դառնա նստակյաց, ինձ զավթե թալան է գրավել, անունը փոխում է, սարքում է Իրանը։ Էդի թուրքի ոճը, էդի հայի ոճը չի։ Հասկացաք խորությունը ասածից, ես հայ եմ ի տարբերություն ձեզ։ Ես հայի ոճն եմ որդեգրել, հայ եմ ոչ թե իմ ազգանունով, որ յանա վերջանում։ Իդեպ բանա, այդ կոմենտի տակ մարդ կա գրել է ասում է Միջին Ասիայում Մանաս, յանի Մանասյան եմ ես, Մանաս անունը գալիս է միջինասիական, Մանասը Մանևազն է, Հայկ Նահապետի սերունդ։ Մանասը, Մանասկերտը խո միջինասիական չի, այ խելոքներ, այ անգրագետներ։ Մանասը դա Մանևազն է, որը հետո դարել է Մանասկերտ օրինակ, խոսքի մեջ։ Էդի Հայկի սերունդների անունն է, որ խորանակ Մանաս կարակ Աստվածաշնչում էլ գտնեք, բայց հայկական Մանասը էդի Մանևազն է, որը հետո դառնում է Մանազ ու իմ համար դառնում է ազգի անուն։ Թեև եթե Ֆահրադյան լինեի, ի պապերի մեջ մի 6-7 պորտենկոմ Ֆահրադել է եղել։ Եթե Ֆահրադյանը լե ես էլի դրանից չէի նեղվի, որտեվ ես եմ։ Ես եմ իմ այսօրվա արած դրածով, իմ այսօրվա աշխատանքով, իմ նախնիների առաքինի անցյալով։ Առաքինությունն է մեզ դարձնում այնպիսին, ինչպիսին մենք ենք։ Ազնիվ լինելը, հետևողական լինելը, սկզբունքային լինելը, ինչ ասեմ, մարդկային այն բարձր արժեքներին, ոչ թե մեր վրա ինչ անուն է դրած, ինչ անուն ուզում է դրած լինի։ Վերջը դու քեզանից ինչ ես ներկայացնում, դու քեզանից ով ես, ինչ կյանքով ես ապրում, ով գիտի քո։ Ես ասենք մարդ եմ, որը տենց 100,000-ով մարդու ցավ եմ ախտորոշե ու բուժե, 100,000-ով։ Թեև դրանով առանձնակի չեմ էլ պարծենում, որովհետև դե դա իմ գործը էդ պետք է անեի։ Ուրիշ գործ լիներ, ուրիշ գործ կանեի։ Դուք ով եք։ Բայց իմ գործից բացի այսպես զրույցներ եմ տանում ու հիմա վերադառնամ Կոստանդնուպոլիս գրավել են, անունը դրել են Ստամբուլ։ Թուրքն է տենց անում, այ ձեր ցավը տանեմ, թուրքը։ Սոֆիայի տաճարը եկեղեցիից վերցրել են, սարքել են մզկիթ։ Այդ թուրքն է տենց անում։ Եկեղեցի գրավի սարքի մզկիթ։ Հիմա էլ նոր ձեռագիր են անում, ուղղակի ջնջում, քանդում, ավիրում են։ Հա դուք թուրք չեք։ Այդ կոնցեպտը ձեզ հոգեհարազատ է, վերցնել մի բան, որ դու անձամբ չես սարքել, անունը քո կողմից փոխես, ասես էսի այսօրվանից արդեն իմն է, իմ հիշատակն է, որ վաղ ասեն այդ Պապ Թագավորի անունը ով է դրել, կասեն Նիկոլն է դրել։ Կասեն Նիկոլն է դրել։ Քո համար պատմություն է ստեղծում մի բանի վրա, որի հետ դու ոչ մի կապ չունես։ Ոչ մի կապ, բացի նրանից, որտեղ խորոված էիր խեղտում։ Այս է, որի հետ ես համաձայն չեմ։ Ես հայ եմ։ Իմ հասկացած հայը արարող, ստեղծագործող հայեցակարգի հետևորդն է, դավանողն է։ Նա եթե ուզում է Քրքորյանի փողոց սարքի, նա սարքում է այդ փողոց, անունել դնում է Քրքորյան։ Ուզում է Պապ Թագավորի, նախ պատմականորեն էլ պետք է կապ ունենա, դա անկապ չէ, ինչ որ պատմական կապ պետք է ունենա դա, ինչ որ տրամաբանություն պետք է ունենա։ Դա հենց նշ չի, վեր կենաս ասենք չգիտեմ, ինչ ասեմ։
գեղեցկության սալոնի վրա դնես, դրանք մերոնք տենց անում են, ռեստորանի վրա, գեղեցկության սալոնի վրա դնես, ասենք, չգիտեմ, փիլիսոփայի անուն։ Դա տես չի։ Դա ինչ որ տրամաբանական կապ պետք է ունենա։ Հəmi դրել եք պապ թագավոր, կապս որն է։ Ասեն որն է։ Եկեղեցու դեմ պայքարը, որ Նիկոլ Փաշինյանը տալում, այդ է կապը։ Բամիրյանի հետ ինչ կապ ունի։ Դե այդ եկեղեցու հետ պայքարը տանելուց հետո գալիս է տեղ խորոված խեղդում։ Էս է կապը, ուրիշ կապ կա, ներկայացրեք։ Էս է։ Եվ ես դրան դեմ եմ, այդ թուրքական ոճին դեմ եմ։ Տես ասում եմ հանրապետության հրապարակը, հանրապետության գլխավոր հրապարակը, Լենինի անունով էր։ Հապա ոնց կարանք դա տես թողենք, դա մեր գլխավոր հրապարակն է։ Ու դրա համար դնում ես հանրապետության հրապարակ։ Բայց այս տրամաբանությամբ Ամիրյանի հետ, կոմունիստների հետ հաշտ, չեք, բա քանդեք, տենց հողին հավասարացրեք, ինչի չեք անում, կոմունիստներն են սարքել, ու ես նես չի, որ ես սերունդ հակա կոմունիստ եմ, էլի, այսօր էլ հակա բոլշևիկ եմ, այսքան են մարդիկ, որ այսօր բոլշևիկի անունը հանել են, վրեն պապ թագավորի անուն են դրել, ասմա ուրիշ հերոսի անուն չգիտես, Այդ մարդիկ հոգով սրտով բոլշևիկ են, ես հակա բոլշևիկ եմ, ես չեմ սիրում բոլշևիզմը, այդ մեծամասնականությունը, այդ շատվորությունը, էլի, շատվորենք ուրեմն ճիշտ ենք, հիմա նայ, մի հատ, քանդեք եթե դուրները չի գալի, խիչ եք քանդում, հա որտեղ դա պատմություն է, դա արժեք հա, ոնց քանդես, Լենինի արձանը ոնց հանեցիք, Չթողեցիք, չէ, Լենինի արձանը թոմնա, վերանվանեք պապ թագավորի անունով, ինչ կա որ, դնեիք Լենինի արձանը, անունը դնեիք պապ թագավորի արձան, դա տես չի լնում, ինչի չի լնում, որտև այդ արձանը խորհրդանշում է, ուղն ու ծուծով դրվել է, ստեղծվել է, քանդակվել է Լենինի հետ կապված Լենինի գաղափարախոսության օրերում, այդ մարդկանց կողմից, որոնք մեր նախնիներն են, ես այս օրինակը միշտ բերում եմ, հիմա էլ կբերեմ, երբ որ Արարատից վեդից գալիս եք Երևան, Արտաշատից գալիս եք Երևան, Սերժ Սարգսյանի օրոք այդ փողոցը, ճանապարհը, Մայրուղին, շատ չմանրանամ, այստեղ Մայրուղու լինել չնելու հետ մեծ խնդիրներ կան, ավտոճանապարհային օրենքների կանոնների հետ կապված, բայց ուղղակի ասֆալտը հանեցին, բետոն արեցին դրա փոխարեն, ու այդ բետոնով ճանապարհը այնպիսի կառուցվածք ունի, որ ավտոմեքենայով կարաս այդ ասենք այդ թեքվելու կոր հատվածները, կարաս 120, 130-ով մտնես, այդպիսի մտածված փողոց է սարքած, ճանապարհ է սարքած, փողոց չէ, ճանապարհ, որ ու դա սարքածը նախագծվել է 60-ական թվականներին, սկսել է կառուցվել 70-ական թվականներին, երբ որ Մոսկվիչ ավտոմեքենաներ էին, որոնք 60-80 արագությունը արդեն նրանց համար խիստ բարձր արագություն էր, այսինքն 60-ական թվականներին մարդիկ կառուցել են մի ճանապարհ, նախագծել են մի ճանապարհ, որը ինչքանի 40 պլյուս 60 տարի անց կիրառական է, պետքական է, եթե դա չկառուցեին այդ սովետական ստանդարտներով, այսօրվա զբրոդը կառուցեր, այսօրվա զբրոդինը գնացեք տեսեք, այդ նույն Ամիրյան փողոցի վրա, Մաշտոցի պողոտայի վրա, մի հատ գնացեք նայեք, սովետական մայթերը, այն ստանդարտը սովետական մայթերի որ կար, սաղ առաջ են տվել, ամեն մեկը իր օբյեկտը առաջ է տվել, ու այդ մայթը հլը աշխատում է, հլը տեղավորացնում է իր մեջ այդքան երթու գալը, այն ժամանակ ասենք, երբ որ դա նախագծվել է, այդ մայթերը, քաղաքը եսի մի կես միլիոն ամենաշատը, լիներ թե չլիներ, կես միլիոն, այսօր քաղաքը դարել է միլիոնից ավել, այդ մայթները կիսով չափ կրճատել են, նախագծի համեմատ, բայց էլի աշխատում է, բա այ ուտող ուրացողներ, այս բրոդ, այդ որ քննադատում քլնգում եք, դրան չափ ու ձև կա,
պետք է թիրախային քննադատել, ինչը դուրը չի գալի, 37 թիվը դուրը չի գալի, կոլխոզի գողանալը դուրը չի գալի, մեր մեջ պետականության, սեփական պետություն ունենալու զգացումի փոշիացնելը կամ չձևավորելը դուրը չի գալի, բայց դա չի նշանակում, որ օրինակ, են որ այդ մարդիկ այդպես լենուբոլ փողոցներ էին սարքում ու ճանապարհներ էին սարքում, երբ որ քաղաքը 500,000 էր, իսկ մեքենաների արագությունը 70-80 կմ/ժ, այսօր էլ աշխատում է, երբ որ քաղաքը կրկնակի ավելացել է, նույնիսկ կարելի ասել եռակի, եթե գնացող գալացողին էլ համարենք, որ սա երգիրը գալիս է Երևանում աշխատում, հետո իրիկունը վերադառնում է շրջակա բնակավայրեր, մարզեր։ Եթե հաշվի առնենք, որ այսօր 120-130-ի տակ դու այդ կոր ճանապարհը հանգիստ մտնում ես ժամանակակից ավտոմեքենայով, դու ոնց կարաս գլխարկդ չհանես ու հարգանքի տուրք չտաս այդ նախագծողներին։ Այսինքն այդպես չի, որ քանդեք, որ դու քանդեք ամիրանը, տեղը գիտեք ինչ եք սարքելու, տեղը ինչ պետք է սարքեք։ Առևտրական բուտիկներով հագեցած մի արևելյան էշ ու ուխտի համար անցանելի տարածք, այսի պետք է սարքեք։ Դուք ուրիշ ինչ կարաք սարքեք։ Ձեր հոգին, ձեր տրամաբանությունը, ձեր արժեքները ինչի են ունակ, բացի ռեստորան, զղթկվելու, առևտուր անելու տեղ, ասեմ թուրքի դոմփած եք դուք, թուրքի դոմփած, բայց ըստից եք հղի մնացել, թեխի չգիտեմ։ Այսօր ինչ ունի երգիրը, ինչ ունի, սովետական շրջանում են արժեքավոր էլի, գեղագիտորեն հիացմունքի արժանի և ճարտարապետորեն մեծ, իրոք մեծ համարվող, ոչ թե հարգերի քանակով։ Դա սովետական շրջանի եղած չեղածն է, որը զղթկվում եք, ուտում եք, մայթերը նեղացնում եք, շենքերը առաջ եք տալի, վրեն հարգեր եք ավելացնում, արանքները գարաժ եք սարքում, հայատները կանաչ տարածությունները վերացնում, նորակառույցներ եք սարքում, այդքան որ ուտում ու զղթկվում եք, այդ սովետից մնացածն է հələ։ Սովետ ոչ թե Մոսկվայից, թեև նաև Մոսկվայից, բայց սովետական Հայաստանի ճարտարապետներից, գիտնականներից, բայց գնացեք այրոպորտը նայեք, այրոպորտի կառուցվածքը նայեք, ճարտարապետությունը նայեք, դրա 10% այսօր սարքել եք, դրա 10 սարքեք վրան էլ ձեր հոր անունը դրեք, գնացեք ձեր հոր անունը դրեք, ուզում եք Նիկոլի անունը դրեք, ում անուն ուզում եք դրեք, գնացեք սարքեք դրեք այ մարդ, դուք ձերը սարքեք անունը դրեք, թուրքի պես մի նստեք ոչ մի բան անելով, զավթելով միայն զավթելով, անվանափոխեք ու ձեր համար սարքեք պատմություն, ձեզ պատմության մեջ իբր թե անմահացնելով, դուք պատմության մեջ մնալու եք որպես անհասկացողների, ձախողակների, աշխարհքաղաքական խաղերում ոտի տակ ընկած ու ազգը կործանման հասցրած, դուք եք այդ անկախություն ինքնիշխանությունն է, դուք ինչ գիտեք անկախությունն ինքնիշխանություն, անկախությունն ինքնիշխանություն այսօր մենք օրակարգ ենք ուզում մտցնենք նոր սահմանադրության ժողովրդի կողմից գրվող, սահմանադիր ժողովի կողմից հաստատվող, թափանցիկ է, ոչ թե 2-3 հոգի կանչես, ասես արի սահմանադրություն գրի, հետո դնես հանրաքվեի, նոր սահմանադրության հարցը, ինչ են անում գործող իշխանությունները, Ալիևի պահանջով կանեն, թե չեն անի, Ռուսաստանի դեմ իբր թե անկախության քայլեր են անում, Եվրոպայից սպասում են Եվրոպան քանի միլիոն կուղարկի, որ կոմպենսացնի այդ վնաս, բա որ անկախ ես քեզ սպասում Եվրոպան քանի միլիոն կուղարկի, անկախը տենց է ալնում, հա, իբր թե, էդի նշանակվա դու մանրադրամ ես, ոչ թե անկախ, եթե պետք է Ռուսաստանի դեմ $1 միլիարդ շուկան ենթադրենք, փագես $50 միլիոն Եվրոպայից ակնկալելով, դու մանրադրամ ես, դու ինչ անկախ, այտենց անկախ է լինում, անկախը որն է, որ այտենց վարդերը անե թափում են մարդիկ, անկախը ենա, որ
Գևորգ Պապոյանը հրապարակել է, այսքան տոննա ծիրան ենք 3 օրում։ Ծիրանի պիկ շրջանում 15-16 ֆուր 3 օրում 16 ֆուր ծիրանա դուրս եկե։ Այդ որ տոննաները լցնում եք, էդի ֆուրի որ բաժանես։ Այսինքն ծիրանի ամենապիկ շրջանում օրը 5-6 ֆուր ծիրանա դուրս եկե։ Այսինքն ծիրանի 3 խոշոր մարզ կա այս պահին։ Արարատի մարզն է, ծիրանա տալիս։ Արմավիրի մարզն է, ծիրանա տալիս։ Եվ Արագածոտնա աշտարակնա, որ ծիրանա տալիս։ Այս շրջանը դա է։ Ուրեմն 3 մարզից դու օրը 5-6 ֆուր ապրանք ես անում, այսինքն ամեն մարզից 1.5 ֆուր, 2 ֆուր ապրանք ես անում։ Ամեն մարզից 2 ֆուր, իսկ մարզը որ թարգմանենք, էդ էլ պատկերացնենք։ Հայաստանի ամենամեծ մարզերն են, 250,000 բնակչության քանակ մոտավորապես։ Ասենք Վայոց ձորը ունի 49,000 բնակիչ։ Սյունիքն ու Տավուշը որպես մարզ ունեն 120-130-ի կարգի, 130,000-ի կարգի բնակիչ։ Մենակ Արարատի մարզը 250,000 բնակիչ ունի։ Նույնը Արմավիրի մարզը 200,000 այսինքն Սյունիքը, Տավուշը, Վայոց ձորը իրար հետ օրինակ բանի չափ բնակիչ չունեն։ Արմավիրի մարզի չափ բնակիչ կամ հազիվ է 3 մարզը մի Արմավիրի մարզի չափ է։ Ու այդ մարզը ծիրանի պիկ սեզոնին 2 ֆուր ծիրան է հանում։ Սրա վրա էլ ուրախանում եք, հպարտանում եք։ Էսեք դուք անունը դրեք, ձեր անունը, ձեր հոր անունը դրեք վրեն։ Դրեք։ Կամ Նիկոլի անունը դրեք, Գևորգ Պապոյանի անունը դրեք վրեն։ Ինչ անուն ուզում եք դրեք, էսա ձերը։ Էսա ձեր մասշտաբը։ Իսկ այն երգիրը սովետական Հայաստանի մասին եմ ասում, իր բոլոր թերություններով ու նողկալի իրողություններով, բայց ճարտարապետության մեջ, կառուցվածքի մեջ, գեղագիտական արժեքներ ստեղծելու մեջ, այդ երգիրը մասշտաբ ուներ, մասշտաբ։ Այդ մասշտաբը գիտես որն է։ Այդ մասշտաբը այն չի, որ Ալիևը հեսա սեպտեմբերին պատերազմ կսկսի։ Այդ մասշտաբը Գերմանիան ամբողջ Եվրոպան տակը արած, ամբողջ եվրոպական բնակչությունից զորք, տեխնիկա, ամբողջ եվրոպական արտադրությունից զենք ու սպառազինություն ստեղծած Գերմանիան, ասենք Հայաստանի որ գյուղից, ասենք Լորուտ գյուղից այդ Գերմանիայի դեմ դուսա գալի մի հատ հրացանավոր ու դառնում է գեներալ, Ղարաբաղի կամ Արցախի կամ Ուտիքի կորած գյուղերից դուրս է գալի մի ջահել դառնում է ադմիրալ, մասշտաբը դա է։ Մասշտաբը դա է սարերի մեջ կորած մի գյուղից դառնում է ադմիրալ, այդ է մասշտաբը ողորմելիներ։ Իսկ ձեր մասշտաբը որն է։ Ես չեմ գովադանում Սովետ միությունը, դա փաստ է, դա եղել է, դա մեր անցյալն է։ Այսօրվա Հայաստանը կա, որովհետև եղել է սովետական Հայաստան։ Իսկ սովետական Հայաստան կա, որովհետև 1918 թվականին արուն քրտինքով, համաճարակներով ու սովով մեր նախնիները հիմնեցին Հայաստանի Հանրապետություն։ Կապ չունի դա քանի տարի կյանք ունեցավ, բայց դա է մեր ծնունդը որպես պետական ժողովուրդ։ Ես տեր եմ դրանց, այդ անցյալին տեր եմ, դա իմ նախնիներն են, դա այն ժառանգությունն է, որ ես ստացել եմ, ես չեմ կարա ուրանամ դա, լավն է եղել, վատն է եղել, հաջողված է եղել, անհաջող է եղել, էդ է եղել, այդ ցավը տանեմ։ Մենք ինչքան կարաս դու անընդհատ տենց թարմացնես, անուններ փոխես, հորող պորոտ անունը բերես դնես,
կամ քո նախընտրած ինչ որ հերոսի անունը դնես, յանի թե դա քոնն է, դու դրա հետ կապ չունես։ Դու քոնը կառուցի, հարց չկա անունը ինչ ուզում ես դիր։ Ես մի խոսքով հայ եմ, ու իմ հասկացած հայը արարող, ստեղծող, կառուցող, ստեղծագործող, հայեցակարգի, ոճի, գծի կյանք հավարում։ Իմ հասկացած հայը, եթե ուզում է մի հատ լավ անուն դնի մի լավ բանի վրա, այդ լավ բանը սարքում անունը դնում է։ Ու ես գիտեմ նաև թուրքին, որը քոչվոր է, էդ էլ եմ հարգում։ Քոչվորությունը ես հարգում եմ։ Կլինի ցիգանը, կլինի թուրքմենը, կլինի մոնղոլը, ով կլինի։ Բայց այդ թուրքը ինչով է վատը դառնում։ Երբ որ այդ քոչվորը որոշում է նստակյաց կյանք վարի, իր սեփականը չունի, իր ոչխարներից բացի։ Գրավում, զավթում է արուն քրդինքով ստեղծած ժողովուրդների ունեցածը, վերանվանում կամ վերաձևակերպում է, սարքում է Իրանը։ Այսօրվա ադրբեջանցին էլ որ կա, էդի թուրք չի։ Դրանց է գրավել են, կրոնը հարկադրել են, լեզուն հարկադրել են, սովորցրել են, ու դրանք դարել են այտենց։ Դրա համար դրանց որ նայում ես իրանք դեմքով, ուզբեկից սար ու ձոր տարբերվում են։ Ուզբեկը մնացել է ուզբեկ, իր ինքնությունը ընդունելով, զարգացնելով եւ այլն։ Բայց սրանք որ իրանց հին ատրպատականի հայկական լեռնաշխարհի հին ժողովուրդներ են, ուրացել են թե իրենց մայրենի լեզուն, թե իրենց նախնիների պատիվը, թե իրենց տատերի ու մայրերի նկատմամբ թույլ տված, այդ քոչորների թույլ տված սանձարձակություններ, այդ սա ուրացել են, հիմա ուրախ իրանց թուրքական աշխարհի մաս են կազմում, այդ իրանց պրոբլեմն է։ Բայց ես այդ ոճով չեմ ուզում ապրեմ, այ ընկեր։ Հասկացաք ինչ է նշանակում իմ այսօր երեք գիշերը գրած ստատուսը, որ երբ որ այնքան դալբայոբ ես, որ դու չես կարում քո սեփականը ստեղծես, գեղագիտական ու ճարտարապետական հիմքերը դնես, գնում ես հներից տենում ես ինչ կա, անվանափոխում ես բթամ թե գործ ես անում։ Դե հիմա սրա տակ այս լայվի բացատրությունից հետո եկեք դե խոսացեք տենամ ձեր թուրքի դոմփած տիրոջ մերը։ Եկեք դե հիմա խոսացեք տենամ։ Զբրոդ։ Դուք շատ հացբարիր պետք է ուտեք, որ նախ կարդակ լսեք ես ինչ եմ ասում։ Հետո էլ մի հատ տակը կոմենտ գրեք։ Եկեք գրեք ինչքան ուզում եք։ Այս ժամանակները կաստեն կփոխվեն, սրանց երկար չի մնացել։ Հետո պետք է ինչ ասեք։ Չնայած մի ցելի Գերմանիա ինչ է ասում։ Աստվածացրե մեծարե պաշտել են։ Կան թեկուս սովետական ժողովուրդները Աստվածացրե հայր են ճանաչել Ստալինին, հետո ինչ եղավ։ Հետո ոնց այդ հայր ճանաչել էին, այդպես էլ ուրացան։ Ու մեկը չուզեցավ պատասխան տալ կամ գլուխը կախի ասի, ես էշ բաներ եմ արել, խի, որտեղ միամիտ տեղեկատվական սիլոս ուտող ժողովուրդ են եղել։ Բայց գիտեք ինչ տարբերություն, սովետական, թեկուզ հետ սովետական մեզ ավակ սերնդի, մեր ավակ սերունդը կրթված մարդուն, եթե նույնիսկ համաձայն չէր հայոյի։ Չէր հայոյի, հասկանում էր, որ կրթված մարդը մի բան գիտի, որ ասում է։ Համաձայն չի։ Այսօրվա զբրոդը կրթված անկիրթ չի զանազանում։ Ատանները սրուն վրա է հարցակում, իրան թվում է, որ ինքը շատ է, կարա նենց վնաս տա։ Մրճեմն էլ է շատ, փեթակն էլ է շատ։ Բայց երբ որ արջը գալիս է իր մեղրի հետևից, այդ շատ փեթակին, իր շատ լները չի փրկում։ Այսուհետև էլ, ժողովուրդ ջան, ես ուղղակի հետից իմիջայլոց գրեցի, ինչ իսկ մեկ այմատի ճանուն ուզում եք դրեք, ինչ ուզում եք դրեք, մեր երկրի գլխին
Անենց չարիքներ են եկե։ Զանգեզուրի միջանցք են մեզնից տանում։ Ամիրյանի անունը ինչ կլա, հերն էլ այնց ինչ ուզում ալնի։ Զանգեզուրի միջանցք են մեզնից տանում։ Թուրքերը այսօր հայտարարում են, որ դա թուրանական միջանցք է կոչվելու։ Հայերը շատ էլ, որ իրանց ինքնախապեյության համար փորձում են թեթև տանելու համար այդ իրողությունը Թրամփի անունն են դրել։ Թրամփով, այ փնտիներ։ Թրամփով, Թրամփի անունն եք դրել ձեր տարածքի վրա։ Նիկոլ Փաշինյան, այդքան դուխ ունես Ամիրյանը պապտագա, գնայր այդ ճամփի անունը պապտագավորի ճամփա դներ, բախ ես Թրամփի անունով դրե։ Պապտագավորի անունով դներ, ես Թրամփի անունով դրե։ Այսա ձեր մակարդակը, այ ողորմելիներ։ Մի հատ էլ եկել են Նիկոլ են պաշտպանում, կամ ըզնից բան են պաշտպանում, հայրենիքի ինքնուրույնության, ինքնիշխանության, իմ ինքնուրույնությունը ստեղծելու ու անվանադրելու մեջ է, ոչ թե խալխու սարկածը կամ թեկուզ նախնիների սարկածը վերցելու, վերանվանվելու ու սեփականացնելու, յուրացնելու մեջ։ Այդքան որ ունեք գնացեք Թրամփի ճանապարհը վերանվանեք պապտագավորի ճանապարհ։ Չունեք, դուք ով եք, որ այդքան անեք։ Գնացեք Զանգեզուրի միջանցք մի թողեք, այդքան ինքնիշխան եք, այդքան անկախ եք։ Այսուհետ, այտենց բոլուկով վրա կտակ, երբ որ իմ ստատուսներին տակը կոմենտներ գրելու, հիշեք, որ լույսը բացվեց մի հաստ բան վրները տա գալու։ Համբալներ։ Այս բոլոր նրանց է վերաբերում, ովքեր վիրավորական արտահայտություններով են իմ պատի տակ ինձ հետ խոսում։ Այ հիմա ես պատասխանեցի։ Թերևս այսքանը։ Առաջիկայում ավելի լուրջ բաներից եմ խոսալու, ժողովուրդ ջան, ասում սա իրավիճակային եթեր էր։ Ու իրավիճակն էր, որ ընդամենը ես իմ պատին արտահայտվում եմ, բայց մարդիկ գալի ու վերավորում են։ Մարդիկ էլ կան, որոնք չեն վիրավորում, օրինակ ասում են՝ «Խի ես հայոյանքներով խոսում, լավ եմ անում»։ Այտենց եմ ուզում, այտենց եմ խոսում, չեք ուզում մի լսեք։ Այտենց եմ ուզում, այտենց եմ խոսում, հայոյական բառեր եմ ուզում, օգտագործեմ, դուք ով եք։ Ձեզ պետք է հարցնեմ։ Ավելին ասեմ, ես կոմպլիմենտներ եմ արել, իրականությունը շատ ավելի սարսափելի է, Աստված դա չլինի, բայց ցավոք սրտի դալնելու ու դուք կտենաք։ Սրանից հետո ինչ փորձանքներ ա գալու, էդի կտենաք։ Խելքներդ գլուխներդ հավաքեք ու չափներդ ճանաչեք։ Գնացեք ձեր պատին, ինչքան ուզում եք իմ մասին խոսեք, հայոյեք, ինչ ուզում եք արեք։ Ձեր հերն էլ անիծած։ Իմ պատին, երբ որ գալիս եք, ոտերը սրբում եք նախ, հետո ներս մտնելուց կոշիկները հանում դնում եք մի կոմի վրա, ու այդ են զգուշ իմ պատի վրա սկսում եք ձեզ դրսևորել։ Շատ զգուշ։ Ինչ միտք ուզում եք հայտնեք, բացի ինձ անձամբ վիրավորելուց։ Մի արեք էլի այդ բան, ախպեր, կամ քույրեր, մի արեք։ Ձեր պատերին ինչ ուզում եք արեք։ Այնա YouTube-ներում աշխարհի վերջին հայոյան գնձի տրվում է։ Ձեր հերն էլ անիծած, ախպեր, ձեր հերն էլ անիծած։ Համի տենց է, այս դարը տենց է։ Բայց իմ պատին պահպանեք հիգիենայի մինիմում պահանջները, որովհետև այդ պատի մեջ դուք հայտնվել եք, այդ տեքստերի տակ հայտնվել եք իմ բարի կամքով։ Ես եմ թույլ տվել, որ դուք այնտեղ հայտնվեք։ Ես կարամ այնտեղ փագեմ, դուք չհայտնվեք։ Բայց ձեզանից բացի լիքը խելացի մարդ կամ խելացի դառնալու ցանկություն ունեցող մարդ մտնում կարդում է։ Ես իրանց համար եմ բաց թողել, ձեզ համար էլ։ Ոչ թե որ գաք այնտեղ բան անեք, ձեր ցեխոտ ոտներով մտնեք, փսխեք ձեր գաղափարների այն ամենավերջին գարշահոտությունը, հետո թողնեք գնաք։ Յանի տեսեք հայկին բան ենք անում, գրոհում ենք, որ այդ խոսքը հանգարց չհնչի։ Կամած գրոհեք։ Թերևս այսքանը ջերմ բարևներ, բոլոր ինձ հետ համաձայն կամ անհամաձայն մարդկանց, ովքեր հասկանում են, որ
Նման հարցերում կարան լինեն տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ, բայց այն որ գործող իշխանությունները արժեքավոր ոչինչ չստեղծած փորձում են տարբեր բաների վրա իրանց անուններն ու պատկերացումները կարկատելով իրենց համար ստեղծել ինչ որ, չգիտեմ, պետական կամ տեղական ինքնակառավարման գործիչների կերպար, դա կարծում եմ փաստ է, ոչ թե կարծիք։